Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է եւ առհասարակ ԿՊԱ-կան իշխանությունը արդեն հայտարարել է, որ այդ զեկույցը գնում է արխիվ։ Ցանկացած պետություն, որ պատերազմի մեջ է գտնվում, եւ հաղթանակը եւ պարտությունը ուղղակիորեն վերագրվում է ռազմաքաղաքական ղեկավարության տվյալ երկրի։ Այդ հանձնաժողովը, եթե իսկապես մասնագիտական լուրջ քննության է ենթարկել պարտության պատճառները ոչ միայն 44 օրվա ընթացքում, այլ դրանից առաջ, ապա պետք է որ այդ քննիչ հանձնաժողովի եզրակացությամբ Հայաստանի Հանրապետությունում առնվազն նվազագույնը մի քանի 100 պետական պաշտոնատար անձ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ հայտնվեն ուղիղ աշխատանքային գաղութ։ Ես վերեմ առնվազն առավելագույն 10 փաստ հարցերի տեսքով, որով օրվա իշխանությունները նախապատրաստեցին այդ պարտությունը, եւ դա սկսել է 2018 թվականին, երբ Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության։ Ապրիլյանի ժամանակ նախորդ իշխանությունները իրավիճակը գնահատելով որոշում կայացրեցին, որ հակառակորդը երկնքում ունի առավելություն եւ այդ առավելությունը հիմնականում պայմանավորված է անօդաչու թռչող սարքերով կամ այսպես կոչված թուրքական բայրակտարներով, որը իրականում թուրքականը չէ, ուղղակի Թուրքիայում հավաքվում է բոլոր պայստամասերը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են տալիս։ Եվ Ռուսաստանի դաշնությունից $300 միլիոն վարկով պետք է գնվեր երկնքում այդ անօդաչուների դեմ առավել էֆեկտիվ խոցող չեզոքացնող երկու զինատեսակ՝ ռադիոէլեկտրոնային պայքարի կրասուխա եւ խոցող պանցիր տիպի զենքեր։ Փաշինյանի իշխանության բերվելուց հետո առաջին հրամաններից մեկը նա եղել, որ չեղարկվել է այդ պայմանագիրը առանց հիմնավոր պլան է, որով պետք է այդ զենք գնվեր Ռուսաստանի Դաշնությունից ռուսական վարկով։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության բյուջեում ռազմական ծախսերով ոչ արդյունավետ գնում է կատարվել մասնապես սուտիպի ինքնաթիռներ առանց պարազինության։ Փաստ 3 2018 թվականից Փաշինյան Նիկոլի զուգընկեր Աննա Հակոբյանը պետական մակարդակով իրականացնում էր քարոզչություն, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, որը ուղղակիորեն, քանի որ դա պետական մակարդակով էր արվում, միջոցառումներ, փամփուշտներից զարդեր եւ այլն, սա ուղղակիորեն ազդում էր անձնակազմի, զին անձնակազմի բարեհոգեբանական վիճակի վրա։ Փաստ 4 պատերազմի մասին Փաշինյան Նիկոլը հրապարակավ ասել է, որ առնվազն ինքը մի քանի օր առաջ իմացել է։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, առաջին հերթին բանակային ստորաբաժանումները պետք է իրենց մշտական տեղակայման վայրից դուրս գային։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ Պատրուշևի մի հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացնելու առաջարկ է տրվում Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, այդ զորավարժության տեքստը բաց մասով կա համացանցում։ Մեզ լսողները կարող են նայել, որտեղ մասնավորապես դա պատերազմից 26 օր առաջ նշվում էր, որ Ադրբեջանի տարածքում են գտնվում, իհարկե բնակավայրերի անվանումները 1-2 տար փոխած էր, բայց հասկանալի էր ուղղակիորեն թե որ բնակավայրն է գտնվում Սիրիայից, Լիբիայից, Թուրքիայից, Թուրքիայով Ադրբեջան տեղափոխված տասնյակ հազարավոր ահաբեկիչներ։ Թուրքիայի օդուժի F-15 ինքնաթիռների ներկայությունը Ադրբեջանի Հանրապետությունում։ Նշվում էր հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունները։ Եվ այդ զորավարժությունը, եթե 26 օր առաջ հրամանատարաշտաբային զորավարժություն, որը քարտեզների վրա մասնագետները զինվորական պետք է անցկացնեին, կարծում եմ, սա ինքնին ցուցիչ էր, որ Հայաստանը Արցախի հետ միասին առավել լավ պատրաստվածներ, բայց այդ առաջարկը որևիցե ընթացք չի ստանում։ Պատերազմից ուղիղ 2 ամիս առաջ ազգային ժողովում կարգավիճակով երկրորդ անձնավորությունը Լիլիթ Մակոցը, հայտնի, որը հետո ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր, հրապարակավ ասում է, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ինչ-որ ռազմական կոնֆլիկտ լինի, ապա Թուրքիան որևիցե ձևով չի մասնակցի։ Քանի որ ինքը որպես պաշտոնատար անձ է հանդես գալիս, ապա դա նվազագույնը ինքը կամ իրազեկ է տեղեկանքներից, որը տրվում է ռազմական ղեկավարության կողմից, իսկ ես կարող եմ ենթադրել, որ դա ուղղակիորեն Փաշինյան Նիկոլի կողմից է ասվել, որ Լիլիթ Մակունցը նման միտք բարձրաձայնի։ Հաջորդ փաստը պատերազմը սկսելու օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը չէր գտնում Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդ թե երրորդ օրն է եկել։ Հաջորդ փաստը 5 հրաձգային եւ մոտորաձգային գնդեր ռեզերվային, որոնք ունեին անձնակազմ, սպայակազմ եւ ենթասպայակազմ, զենք եւ զինամթերք,
պատրաստված էին նրա համար, որ եթե պատերազմ լինի, ապա այդ զորամասերին կցագրված անձնակազմերը իրենք պետք է զորակոչվեն տվյալ զորամաս, յուրաքանչյուրը գիտի ինչ հաստիքի վրա է, միանգամից արագ ստորաբաժանումները համալրվում են, մի քանի օր ներդաշնակում է լինում, հրամկազմի հետ են ծանոթանում եւ հետո մարտական գործողությունների շրջան։ Մինչեւ պատերազմը այդ 5 գնդերը լուծարվել են։ Հաջորդ փաստը պատերազմը սկսել է 27-ին, իսկ վարչապետի պարտականություն կատարող անձը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կապ է դուրս եկել 11 օր հետո։ Հաջորդ փաստը հոկտեմբերի 19-ին 20 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահը ունենալով զրույց Փաշինյան Նիկոլի հետ առաջարկում է ռազմական գործողությունները դադարեցնել ինչ-ինչ պայմաններով, որը մերժվում է Փաշինյան Նիկոլի կողմից։